Այս օրերին ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Իրանի շուրջ զարգացող իրադարձությունների վրա։ Բոլորը հանդես են գալիս կանխատեսումներով, քննարկում են կոնկրետ սցենարներ, օրինակ երեկ Սերբիայի նախագահը կանխատեսում էր արել, որ էսկալացիան այնպիսի մակարդակի է հասել, որ կողմերից որևէ մեկը նահանջ չի կարող անել, ըստ ամենայնի Վուչիչը կանխատեսել էր, որ 48 ժամվա ընթացքում ինչ-որ ռազմագործողությունների և սարսափելի իրադարձությունների ականատես կլինենք։ Իհարկե, ես լիահույս եմ, որ թե Վաշինգտոնում, թե Թեհրանում ռացիոնալիզմը, ռացիոնալ մտածողությունը կհաղթի և հնարավոր կլինի Իրանի շուրջ զարգացումներին դիվանագիտական հանգուցալուծում տալ։ Այնուամենայնիվ, թերթեք համաշխարհային մամուլը և կտեսնեք հնարավոր զարգացումների կամ սցենարների վերաբերյալ նյութեր, ոմանք քննարկում են լավատեսական սցենար արևմտյան շահերի կամ ամերիկյան շահերի տեսանկյունից, ենթադրում են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում ամեն ինչ կարող է զարգանալ վենեսուելական սցենարով։ Ես այս սցենարը առիթ ունեցել եմ Իրանի պարագայում ոչ իրատեսական համարել և այդպիսի կարծիքներ նաև հնչում են Արևմուտքում, օրինակ ենթադրություններ կա, որ նույնիսկ եթե Միացյալ Նահանգները հասնեն ռեժիմի փոփոխության, այնտեղ իշխանություն անցնելու է զինվորականների ձեռքը, մյուսները կանխատեսում են, որ Միացյալ Նահանգների ցանկացած գործողության կհաջորդի Իրանի խիստ համարժեք հարվածը տարածաշրջանում տեղակայված Միացյալ Նահանգների ռազմաբազաներին, կանխատեսում կա, որ մեր հարևան երկիրը Հորմուզի նեղուցը կփակի, որտեղով անցնում են նավթի 25% համաշխարհային շրջանառությամբ, և վերջապես ամենավտանգավոր սցենարն այն է, որ ցանկացած իրադարձություն բերելու է քաոսի, միգրացիոն, հումանիտար ճգնաժամի, ի վերջո գործ ունենք մի երկրի հետ, որի բնակչությունը 93 միլիոն է։ Կրկնում եմ, սա հոռետեսական սցենարներն են, ես հույս ունեմ, որ այնուամենայնիվ հնարավոր կլինի միջնորդների շնորհիվ հասնել նրան, որ Վաշինգտոնն ու Թեհրանը այս ճգնաժամը հանգուցալուծեն դիվանագիտական ճանապարհով։ Այս օրերին Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությունը շատ ակտիվ շփումների մեջ է տարածաշրջանի բոլոր երկրների հետ։ Այդ թվում մենք տեսնում ենք շատ ակտիվ դիալոգ նաև Բաքվի և Թեհրանի միջև, արտգործնախարարներն են շփվում, նախօրեին էլ տեղի էր ունեցել Փեզեշքիանի և Ալիևի հեռախոսազրույցը, բոլոր ինչ-որ սցենարներ են քննարկում, փորձում են ռիսկեր կառավարել, իրենց միջնորդությունը առաջարկել։ Ուշագրավ է, որ այս ընթացքում որևէ շփում չի տեղի ունեցել Իրանի և Հայաստանի ղեկավարների միջև։ Սա երկու բանի մասին կարող է խոսել։ Եթե Թեհրանից Հայաստանը զանգ չի ստանում, սա կնշանակի, որ կամ Թեհրանում այլևս համարում են, որ Հայաստանը ընդհանրապես չունի սուբյեկտություն, օբյեկտ է, շորջ ուլտրալիբերալ գլոբալիստական ուժերի պլացդարմ և Հայաստանի հետ քննարկելու ոչինչ չկա, սա մի սցենարն է։ Երկրորդը, չեմ վստահում ուղղակի Հայաստանին, որն էլ լինի պատճառը, սարսափելի է մտածել, որ մեր հարևան և բարեկամ Իրանում հայկական գործոնը չեն կարևորում։ Կրկնում եմ, նման կերպ վարվում են, եթե Հայաստանին դիտարկում են կամ օբյեկտ, որից ոչինչ կախված չէ, հետևաբար այս խառը ժամանակներում իմաստ չունի ժամանակ և ռեսուրս ծախսել
Հայաստանի ուղղությամբ, կամ էլ Հայաստանին համարում են թշնամական մի նախագծի պլաստար։ Ընդհանրապես ասած, ես որևէ երկրի չեմ մեղադրում, որը անլուրջ է վերաբերվում Հայաստանին, որովհետև եթե նայենք Հայաստանի իշխանության վարքագիծը, այլ հետևության դժվար էլ է գալ։ Օրինակ այդ վարչապետ դիսկոտեկը, որ անցած շաբաթ կազմակերպել էր Նիկոլ Փաշինյանը, սա թեթևամիտ և իրավիճակին անհամապատասխան գործողություն էր, եթե նույնիսկ ընդունենք, որ նախընտրական արշավ է մոտեցել և Նիկոլ Փաշինյանը տարբեր մեթոդներով փորձում է սիրաշահել հասարակության այս կամ այն խմբին։ Հիմա ռեգիոնում այնպիսի էսկալացիա է, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակ չպիտի ունենար նույնիսկ նախընտրական արշավի մասին մտածել, նա պետք է պետական ռեսուրսների մոբիլիզացիա, կենտրոնացում իրականացներ, քննարկվեր բոլոր հնարավոր սցենարները, որ կարող է զարգանալ Իրանի շուրջ։ Ի վերջո, ցանկացած սցենար ռիսկ է ծնելու Հայաստանի համար։ Բայց Հայաստանի ղեկավարը որոշում է թմբուկ խփել, տժժալ դիսկոտեք կազմակերպել, նման թեթևամիտ և իրավիճակին ոչ ադեկվատ ղեկավարի հետ որևէ մեկը առերեսվել, շփվել չի ցանկանում։ Սա վկայությունն է այն մասին, թե մեր պետական քաղաքական միտքը ինչպիսի դեգրադացիայի մեջ է։ Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանը շարունակում է ոտնձգել սահմանադրական կարգի դեմ, շարունակում է ոտնձգել այնպիսի սահմանադրական արժեքի դեմ, ինչպիսին է հանրային համերաշխությունը, օրինակ շաբաթ օրը Հայ առաքելական եկեղեցու 6 եպիսկոպոսի դեմ դատական ակտի կատարման խոչընդոտման կեղծ մեղադրանքով քրեական գործեր հարուցեցին, կասկածից վեր է, որ այս գործով թիրախավորվելու է նաև Վեհափար Հայրապետը, գիտեք այս պատմությունը, այս աբսուրդը, Վեհափար Հայրապետը կանոնիկ իրավունքից ելնելով թեմակալ առաջնորդի պաշտոնից Գևորգ Սրբազանին հեռացրել էր, նա դիմել էր դատարանը, տիրադավներից մեկն է, հիշեցնում եմ, իբր խախտվել է իր փաստորեն աշխատանքային իրավունքը, բայց մենք գիտենք, որ եկեղեցում հարաբերությունները կարգավորում են ոչ թե աշխատանքային օրենսդրությամբ, այլ ուխտով, հետևաբար քաղաքացիական դատարանը ընդհանրապես վարույթ չպիտի ընդուներ այս տիրադավի հայցը, բայց վարույթ ընդունեցին, ավելին պարտավորեցրեցին, որ մինչև դատական այս հարցով քննության ավարտը վերականգնվի այս տիրադավը իր պաշտոնում, որից հետո Գևորգ Սրբազանը դարձավ Արման Սարոյան, այսինքն կարգալույծ արվեց, ահա սա մեր Քաջարի Նիկոլի գրպանում տեղավորված իրավապահ մարմինները համարել են դատական ակտի կատարման խոչընդոտ և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդում են սանձազերծել, սա խայտառակություն է, այս դատավորները, այս քննիչները, այս դատախազները մի օր պատասխան են տալու իրենց ակնհայտ ապօրինությունների համար։ Ես այս մարդկանց ուզում եմ հատուկ ասել, որ այդ գեղեցիկ օրը, երբ նրանք կանգնեն արդարադատության առաջ, նրանց չի փրկելու այն հերթապահ բացատրությունը, որ իրենք ստիպված են եղել կատարելու Նիկոլ Փաշինյանի կամ նրա նազիր վեզիրների հանձնարարությունները։ Կրկնում եմ, սա նրանց չի փրկելու, որովհետև հանցագործությունը անհատականացված է, պատասխան է տալու և ապօրինի իրավունքներ տված Նիկոլ Փաշինյանը և անշուշտ պատասխան են տալու այդ ապօրինի հրամանները գիտակցաբար կատարած դատավորները, քննիչները, դատախազները։ Ակնհայտ է, որ եպիսկոպոսների, ենթադրաբար նաև կաթողիկոսի դեմ այս քրեական
գործահարություն է, որպիսի որպես խափանման միջոց ընտրեն երկրից բացակայելու արգելքը, սա նրա համար է, որ խոչընդոտեն փետրվարի 2-րդ տասնօրյակի վերջում Վիեննայի մերձակայքում տեղի ունենալիք եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը, որտեղ այդ ժողովի անցկացումը ցույց կտար, որ Նիկոլ Փաշինյանը չնայած գործադրված պետական ապօրինի ջանքերին, ճնշումներին, ռեպրեսիաներին, եկեղեցում չունի կողմնակիցներ, սա ցույց կտար, որ եկեղեցին իր ամբողջության մեջ ըստ էության կարողացել է արժանապատիվ դիմադրել Նիկոլ Փաշինյանի ճնշումներին եւ ռեպրեսիաներին։ Այս ժողովը թույլ չտալու համար Նիկոլ Փաշինյանը գնացել է հերթական ապօրինությանը, եւ սա աննախադեպ մի ապօրինություն է, որի նմանը հայոց պատմությունը թերևս չի տեսել։ Ես վստահ եմ, որ առաջիկա օրերին այս առումով մենք դրամատիկ զարգացումների ականատես կլինենք, որտեղ Նիկոլ Փաշինյանը հասել է մի հանգրվանի, որ կարծում եմ շատ շուտով սանձազերծելու է հակաթոռի նախաձեռնումը կամ զուգահեռ աղանդավորական եկեղեցու հռչակումը, ամենայն դեպս իրադարձությունները գնում են այդ տրամաբանությամբ։ Այսինքն տեսեք ինչ է տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն ոտնձգում է Հայաստանի Սահմանադրության 17-րդ հոդվածի դեմ։ Բոլոր մարդիկ, որ փորձեն պետություն եկեղեցի հակադրության մասին խոսել, ես ուզում եմ ասել, որ սա սխալ ձևակերպում է։ Չկա ինստիտուցիոնալ հակադրություն էկվիվալենտ ռեսուրսների տիրապետող երկու սուբյեկտների միջև, այդպիսի պնդում էր արել նաև ԵԽԽՎ բանաձևը, այնպիսի տպավորություն ստեղծելով, որ սա հակադրություն է համարժեք ռեսուրսներ ունեցող երկու ինստիտուտների միջև։ Չկա նման բան, սիրելի հայրենակիցներ, սա թյուր կարծիք է եւ եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումների սխալ մեկնաբանություն կամ սխալ մեկնություն։ Այդ պետությունը կամ իշխանությունն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պատերազմ հայտարարել եկեղեցուն, գործի դնելով վարչական ռեպրեսիվ ամբողջ մեքենան եւ ոտնձգելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 17 հոդվածի դեմ։ Սա նաեւ ոտնձգություն է հանրային համերաշխության սկզբունքի դեմ, որտեղ թիրախավորվում է համազգային կառույց, թիրախավորվում է մեր քաղաքակրթական արմատը։ Իմ ալիքի հետևորդներից մեկը Սակո Ղազարյանն ինձ ասում է վարչապետը երկիր չի, կաթողիկոսն էլ եկեղեցի չի։ Ուզում է այնպիսի տպավորություն ստեղծել, որ սա թերևս երկու անհատների միջև անտագոնիզմ է, որը կապ չունի եկեղեցու թիրախավորման հետ։ Ես այս կարծիքը բացարձակապես չեմ կիսում, որովհետև հարգելի Սակո Ղազարյանը այդ դեպքում չի կարող հիմնավորել, թե ինչու մեղադրյալի կարգավիճակ ունեն 10 եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ, որոնցից 4-ի դեպ ազատազրկված է։ Այդ դեպքում Սակո Ղազարյանը չի կարող հիմնավորել, թե ինչու գնդերեսների ծառայությունը դադարեցվեց զինված ուժերում, եւ այդ դեպքում Սակո Ղազարյանը չի կարող հիմնավորել նաեւ, թե ինչու Նիկոլ Փաշինյանը ակտիվ ջանքեր է գործադրում տիրադավներին համախմբելով եկեղեցու կանոնիկ իրավունքի դեմ պայքարում։ Ես կրկնում եմ, բանը Նիկոլ Փաշինյանը տանում է եկեղեցու ինստիտուցիոնալ պառակտմանը կամ զուգահեռ եկեղեցու կամ նույնն է աղանդի ձևավորմանը։ Սա այլևս երկու մարդու անտագոնիզմ համարել չի կարելի։ Կարապետ Կարապետյանը մեկ այլ օգտատեր վարչաբենդ դիսկոտեկին անդրադառնալով կարծիք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը իր շրջապատին
շատ լավ է ճանաչում, նա ձևը քթել է, բոլորին կաշառում է, կոնսոլիդացնում է, որպեսզի ընտրություններում իր համար կենսական խնդիր լուծի, թերևս չեմ կարող հակադրվել այս կարծիքին, բայց ասեմ, որ ընտրությունները բացառիկ շանս են նաև մեր հասարակության և ընդդիմության համար։ Չի կարելի նախընտրական այս ցիկլում հասարակության մոտ ընտրությունների ինստիտուտի նկատմամբ անվստահություն սերմանել, եթե նույնիսկ իշխանությունները գնում են բացահայտ ռեպրեսիաների կամ անում են գործողություններ, որոնք կասկածի տակ են դնում առաջիկա ընտրությունների օրինականությունը կամ դրանց մրցակցային բնույթը։ Ես բոլորից լավ գիտեմ իշխանությունների այլանդակությունների, ռեպրեսիաների և հնարավոր գործողությունների մասին, որ իշխանությունները կարող են անել։ Բայց միևնույն ժամանակ ես հասկանում եմ նաև, որ ընտրությունները շանս են, որոնց միջոցով մենք կարող ենք այս վտանգավոր ընթացքը կասեցնել։ Շանսը օգտագործելու համար ընդամենը ընդդիմադիր ազդեցիկ կոնսոլիդացիոն կենտրոնները, խոսքս 3-4 կենտրոնի մասին է, իրենց բախտը անիծելու փոխարեն պետք է շատ ակտիվ, նպատակային վարքագիծ ցուցաբերեն, որդեգրեն, որպեսզի հասարակության մոտ ընտրությունների միջոցով փոփոխությունների հասնելու հույսեր արթնանան։ Այդ դեպքում կլինի շատ ակտիվ մասնակցություն ընտրական գործընթացին, իսկ ակտիվ մասնակցության դեպքում ես ձեզ հավատացնում եմ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվելու որևէ շանս չկա։ Պնդում եմ անում ևս մեկ անգամ, եթե 1.400.000 ընտրողներ գնան տեղամասեր և գիտակցված քվեարկություն անեն, Նիկոլ Փաշինյանը վերարտադրության որևէ հնարավորություն չունի։ Ես քաղաքական գործիչ եմ, որը բացարձակապես դեմ չի եղել և դեմ չէ նաև փողոցով իշխանափոխության հասնելուն, իմպիչմենտի ճանապարհով իշխանափոխության հասնելուն, բայց ռեալիստորեն հասկանում եմ, որ այն փուլում, երբ ընտրություններին մնացել է ընդամենը 4 ամիս, չի կարելի սահմանադրական քաղաքական պայքարի այլ գործիքներ առաջին պլան բերելով արժեզրկել ընտրությունների ինստիտուտը։ Դժվար է պատկերացնել, որ հերթական ընտրություններից ընդամենը 4 ամիս առաջ կարող է իմպիչմենտի գործընթաց տեղի ունենալ։ Դա համարյա անհնար է պատկերացնել, մանավանդ, որ շատ շուտով խորհրդարանի նիստեր ըստ էության նախընտրական արշավի պատճառով տեղի չեն ունենալու և այս խորհրդարանը այլևս չի լինելու այն հարթակը, որտեղ որևէ հանգուցալուծում է հնարավոր։ Նամանավանդ, որ քաղաքական հիմնական դերակատարների ուշադրությունը կենտրոնացած է ընտրական գործընթացի վրա և որևէ մեկը այս փուլում գոնե փողոցային պայքարի մարտավարությունը արդյունավետ չի համարելու։ Այլ խնդիր է, որ մենք բոլորս ընդդիմադիր ուժերով պետք է կենտրոնանանք ոչ միայն հունիսի 7-ին ցանկալի արդյունք ապահովելու վրա, այլ մտածենք նաև հետընտրական զարգացումների մասին, եթե իշխանությունը կորոշի գնալ տոտալ կեղծիքների։ Այսինքն մեր խնդիրները պարզ են, առաջին հերթին արդյունավետ մարտավարությամբ հասնել նրան, որպեսզի ընտրություններին հնարավորինս շատ ընտրողներ մասնակցեն, որտև այդ պարագայում ես վստահ եմ, որ իշխանափոխությունը երաշխավորված է։ Եվ երկրորդ, այնուամենայնիվ, եթե իշխանությունները գնան տոտալ ընտրակեղծիքների, սա պարարտ միջավայր կստեղծի հետընտրական հեղափոխական զարգացումների համար։ Մեր ցանկությունը պետք է լինի խնդիրը լուծել ընտրությունների միջոցով։ Այդ առումով գնդակը այլևս կլինի իշխանության դաշտում,
և նրա վարքագծից է կախված, ինչպիսի զարգացումներ տեղի կունենան Հայաստանում։ Ես համարում եմ, որ հունիսի 7-ը քաղաքական, քաղաքակրթական ընտրության օր է և հավատում եմ, որ այդ օրը մեր ընտրողները, մեր հասարակությունը իրենց քվեն կտան Հայաստանի Հանրապետությանը։